Հունիսի 5-ն է Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում բեռնատար գազելը դեպի Իջևան ընթանալիս վրա երթ է ենթարկել տղամարդու հետիոտնին, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Սևան բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանած շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկները, ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Սևանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այս պահին վարորդը քննիչի հետ է, քանի որ քննիչը արդեն կատարում է դեպքի վայրի զննություն, ավտոմեքենան էլ բարձված է եղել։ Այս պահին նաև պարեկներն ու Սևանի համայնքային ոստիկանները Սևանի ոստիկանապետի գլխավորությամբ պարզում են մահացածի ինքնությունը։